Ինչ վերաբերում է Թուրքիային, հետաքրքիր նրբերանգ կա այստեղ։ Իմ կարծիքով Թուրքիայի հետ մեր երկխոսությունը կամ Թուրքիայի հետ հարաբերությունների այս առումով ձեր նշած ասպեկտով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին։ Ադրբեջանի հետ, այս նայեք ինչ նկատեմ, Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, առանձին հարցերի շուրջ։ Եվ քիչ առաջ ձեր բարձրացած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր ա եղել եւ կա շատ շոշափելի, խնդիրն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Եվ դա այդ գործընթացը եղել է շատ հանրային, բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը եւ մասնակցությունը Անտալիայի դիվանագիտական ֆորումին, չգիտեմ, Թուրքիայում տեղի ունեցած այդ ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարարների գնալը եւ բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաեւ փոխգործակցության եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ եւս քննարկվում են մեր եւ Թուրքիայի կողմից։ Իհարկե բոլորս հասկանում ենք եւ ես սկսեցի դրանից, որ բացը այլ տեղ է, բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Հիմա այդ բացը պետք է լրացվի։ Սա է պակասում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։